Անկարգան դատարան, այսօր մենք քննում ենք Բագրատ Սրբազանի կալանքից ազատության մեջ լինելու հարցը, բայց կարծում եմ, որ մեր երկրում լիներ արդարություն եւ արժի համակարգ, ոչ թե մենք պետք է քննեինք Բագրատ Սրբազանի ազատության մեջ լինելու հարցը, այլ Բագրատ Սրբազանի եւ մյուս սրբազանները չպետք է լինեին կալանքի մեջ։ Քանի որ մեր երկրում չկա արդարություն եւ արժի համակարգ, դրա համար էլ այսօր այս խնդրի մեջ ենք։ Ես ուզում եմ երկու բառով ասեմ, միշտ այս քննարկումներ ա եղել, քննարկել ենք, որ ընթացքը ոնց կլինի, ես իմ կարծիքն եմ այդ եւ իմ գործընկերները ստեղ բոլոր նստած կպնդեն այսօր այդ զրույցներ եղել, ինչ ասել եմ եղել, այդ 99% էր իմ գործընկերները ստեղ նստած են։ Ազգային ժողովից ես ասել եմ, որ ինձ հեսա կզրկեն, կկալանավորեն։ Հիմա, քանի որ մեր երկրում չկա արդարադատություն, կա քաղաքական պրոցեսների զուգընթաց գործընթաց, ես ասեմ, որ Սրբազան ջան, ներողություն եմ խնդրում, բայց որ ասեմ, Սրբազանը մնալու է կալանքի մեջ, Արթուր Սարգսյանը եւ Իգոր Սարգսյանը մնալու են տնային կալանքի մեջ, մնացածինը կարող է փոխվի։ Ժորժ ջան, էս է, քանի որ այսօր մեր արտադրությունը իրականացվում է քաղաքական պրոցեսների հետ։ Քանի որ հունիսի 7-ին Հայաստանում ընտրություններ են, ես համոզված եմ, որ Բագրատ Սրբազանը, ես եւ Իգոր Սարգսյանը պետք է մնան կալանքի մեջ։ Շնորհակալություն։ Պաշտպանական կողմի մյուս մասնակիցները, եթե ցանկանում եք հակերճ արտահայտվեք, խնդրում։